Արամ Խաչատրյանի համերգասրահում հունիսի 25-ին և 26-ին կայացել է բարեգործական համերգ աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և բժիշկների համաշխարհային նվագախմբի մասնակցությամբ։ Բարեգործական համերգի նպատակը ներկայացրել են բժիշկներն ու կազմակերպիչները։ Հասույթը փոխանցվելու է Կաթիլ բարեգործական հիմնադրամին և ուղղվելու է առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաների բուժման միջավայրի բարելավմանը։ Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Մուրացան համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Միլենա Աղաջանովայի խոսքով մանկական էնդոկրինոլոգները դիաբետ ունեցող երեխաների հետ անցնում են հիվանդության ամբողջ ճանապարհը ախտորոշումից մինչև ամենօրյա հսկողություն։ Մանկական էնդոկրինոլոգի կյանքը ընթանում է տիպ 1 դիաբետ ունեցող երեխեքի հետ միասին, այսինքն այդ երեխաները ախտորոշվում են մեզ մոտ, մենք ցավ ենք ապրում ամեն երեխայի ախտորոշման հետ միասին, իրականում ամբողջ կոլեկտիվը, եւ հետո մենք ապրում ենք իրանց հետ, այսինքն այդ հիվանդությունը տանում ենք առաջ իրար հետ եւ երեխաները մեծանում են մեր աչքերի առաջ։ Եվ սա այն կապն է, որը ստեղծվում է բժիշկի եւ երեխայի միջև անմիշտ եւ մնում է անմիշտ, որովհետեւ ինչքան էլ մենք սովորեցնում ենք երեխաներին ինչպես ապրել դիաբետի հետ, ինչպես կառավարել այդ դիաբետը ամեն օրվա ռեժիմով, մշտական ռեժիմով, միևնույնն է բժիշկը պետք է, միևնույնն է բժիշկին շատ հաճախ անդրադառնում են անգամ այցերից դուրս։ Բժիշկները նշում են, Հայաստանում դիաբետ ունեցող երեխաների բուժման հիմնական հնարավորությունները մեծ մասամբ հասանելի են, սակայն բուժման պայմանների բարելավման կարիք միշտ կա։ Նման նախաձեռնությունները կարևոր են նաև հիվանդության մասին իրազեկվածությունը բարձրացնելու եւ վաղ ախտորոշման նշանակությունը ընդգծելու համար։ Բժիշկների համաշխարհային նվագախումբը Հայաստան է ժամանում երկրորդ անգամ։ Այն միավորում է տարբեր երկրներից ժամանած բժիշկների, որոնք մասնագիտական գործունեությանը զուգահեռ բարձր մակարդակով զբաղվում են երաժշտությամբ։ Նվագախումբը տարբեր երկրներում հանդես է գալիս միայն բարեգործական համերգներով։ Օրկեստրը իր մեջ ներառում է 2000 հոգի եւ իրենք տարեկան 3-4 անգամ տարբեր երկրներում տարբեր կազմով տալիս են միայն բացառապես բարեգործական համերգներ։ Բարեգործությունը դա ինչ որ պատահականություն չի Հայաստանի համար, իրենք են տալիս միշտ բարեգործական համերգներ եւ իդեպ շատ հետաքրքիր փաստ ասեմ, որ նախ հենց այս կազմակերպությունը, բժիշկների համաշխարհային կազմակերպությունը ինքը իր կողմից նվիրատվություն արել 20,000 եվրո մեր Կաթիլ հիմնադրամին եւ մնացած հասույթը, որը այսօր կհավաքվել է արդեն, որտեղ sold out է մեր երկու համերգներն էլ, որը այդ փաստը շատ է ուրախացնում, այս հասույթը նույնպես կգնա Կաթիլ հիմնադրամին։ Կազմակերպիչների խոսքով Հայաստանում կայացած համերգը նվագախմբի առաջին բարեգործական նախաձեռնությունը չէ։ Նախորդ համերգը կայացել էր 2010 թվականին եւ նվիրված էր առողջական խնդիր ունեցող երեխաներին։ Այս անգամ ուշադրության կենտրոնում շաքարային դիաբետ ունեցող երեխաներն են։ Նվագախմբի գլխավոր դիրիժոր Շտեֆան Վիլիխը շեշտում է, բժշկությունն ու երաժշտությունը կարող են փոխրերացնել միմյանց։ Նրա խոսքով երաժշտությունը լիցքավորում է բժիշկներին եւ օգնում ավելի ջերմ մոտեցում ունենալ պացիենտների նկատմամբ։ Լինել բժիշկ եւ երաժիշտ միաժամանակ նշանակում է լինել երջանիկ մարդ։ Երբ մենք նվագում ենք, լիցքավորվում ենք եւ կարողանում ենք ավելի լավ ու ավելի ջերմ ծառայել մեր պացիենտներին։ Հունիսի 25-ի եւ 26-ի համերգները միավորել են բժշկությունը, երաժշտությունն ու բարեգործությունը։ Նպատակը մեկն է՝ աջակցել Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող երեխաներին եւ բարելավել նրանց բուժման պայմանները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։